Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է վարորդների համար նախատեսված 9 տուգանային միավորները 13-ի փոխելու մասին օրինագիծը։ Նախագծով որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանվել են հետևյալ տուգանային միավորները՝ 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 և 5 միավոր։ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին 1 տարվա համար նախկին 9 տուգանային միավորի փոխարեն կհատկացվի 13 տուգանային միավոր։ Օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ առավել տարածված իրավախախտումների համար բալային համակարգի շեմը բարձրացվել է, բացի այդ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ համարվող ևս 2 իրավախախտում է առանձնացվել՝ հեռահար լույսերով մեքենա վարելը և լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը։ Այս դեպքում նախատեսվում է մեծացնել տուգանքի չափը և հանել 1 տուգանային միավոր։ Ներկայացնում ենք իրավախախտումները և թե դրանցից յուրաքանչյուրի դեպքում որքան միավոր կհանվի։ Ապակիների լուսաթափանցելիություն 3 միավոր, ամրագոտի չկապել 1.5 միավոր, հեռախոսով խոսել 1.5 միավոր, բաժանարար գոտու հատում 3 միավոր, հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալ 4 միավոր, ոչ սթափ վիճակում վարել 5 միավոր, ծխախոտ օգտագործել 2 միավոր։